Ես ուզում եմ ուղղակի տրամաբանությունը հասկանալ։ Նախ մեզ անկեղծ այս ընթացքում հասկացել ու շատ զարմանալի է, որ հրավիրել եք ասուլիս Դանիել Յովանեսյանի դեմ հաղորդում տալու մասին եք հայտարարել եւ դրեք մի տեսակ ձեզ զոհի կերպարում եք դրել, որ ձեզ թիրախավորել են եւ հիմա ուզում են այս ընտրական փուլում որպես կին, որպես չգիտեմ հանրային փոխի թիրախավորել, բայց իմ եւ գործընկերների բոլորի հարցերը տրամաբանության շրջանակներում են, օրենքները մի կողմ, օրենքները թեպետ բոլորի համար հավասար են, բայց մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում ընտրողաբար են գործում իշխանականների եւ ընդդիմադիրների մասով, բայց ախր դուք եթե չեք ասոցացվում ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի, ով է ասոցացվում, դուք ամենաշատն եք ասոցացվում ՔՊ-ի եւ հիմա դուրս գանք հարցում անենք, հետո գործընկերները գնանք հարցում անենք, դրանից ինչ է։ Ահեջան, հիմա մենք նստած ենք ես որպես Հիմքայլ հիմնադրամի ղեկավար քննարկում ենք մի հարց, որը բացառապես օրենքի շրջանակներում կարող է լուծվել։ Եվ ես լսում եմ լրագրողից հետևյալ նախադասությունը. մենք առաջնորդվում ենք տրամաբանությամբ օրենքները մի կողմ։ Եթե մենք որոշենք տրամաբանության դաշտում վիճել եւ եզրահանգումների գալ, կարող ենք դա էլ անել, բայց դա մեզ օգուտ չի տա, որովհետեւ ոնց օրենքները մի կողմ։ Ինչ է նշանակում օրենքները մի կողմ, ասացիր, վայճա։ Մենք չենք խոսում, մենք խոսում ենք եւ ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, ես նման եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, այդ թվում հայց ներկայացնելով այն մարդու դեմ, ով խախտել է իմ իրավունքները։ Դա զոհի կերպար չէ ընդհանրապես, ես պաշտպանում եմ իմ իրավունքները։ Օրենքները պետք է պահպանել անկախ ամեն ինչից, անկախ տրամաբանությունից, բայց նկատի ունեմ, որ իմ եւ գործընկերներից բոլորի հարցերը օրենքներից բացի եւ օրենքները չհակասելով տրամաբանության շրջանակներում են, մենք հասկանանք դուք որ տրամաբանությամբ եք առաջնորդում, այդ օրենքները դեռ դատարանքը վիճարկն եք հասկանան, օրինակ օրենք խախտել են թե չէ, դուք հիմա սուբյեկտիվ կարծիք եք ասում, որտեղ ձեր նկատմամբ օրենք են խախտել, շատ լավ, ընդունում եք գիտություն, դիմել եք դատարան, կհետևենք պրոցեսին։ Հուսով եմ, որ կհետևեք պրոցեսին, որովհետև ձեր եթե տրամաբանությամբ եք առաջնորդվում, գուցե կարիք չտեսնեք հետևել պրոցեսներին եւ օրենքներից ելնել։ Դատարանը օրենք խախտում չի տեսել ձեր նկատմամբ գործողությունները։ Կտեսնենք, եթե հարցերը կառուցել, եթե այսպես պարզվի, եթե այնպես պարզվի, ես ձեզ փաստերն եմ ասում։ Փաստերը նրա մասին են, որ իմ քայլը հիմնադրամի ոչ գործադիր տնօրենը, ոչ հոգաբարձուների մեջ գտնվող անձինք չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, անդամներ, չեն հանդիսանում թեկնածուներ առաջիկա ընտրությունների ժամանակ, այդպիսով չեն խախտում բարեգործության մասին օրենքը, առավել եւս իմ քայլը հիմնադրամի որևէ ծրագրի շրջանակում որևէ շահառուի հետ երբևէ տեղի չի ունեցել որևէ ձևով քարոզչություն, որովհետև ես ինչպես իմ իրավունքն եմ պաշտպանում, այնպես պաշտպանում եմ բոլորի իրավունքը, ընտրությունը, մարդու ազատ կամարտահայտությունը, մարդու ազատ քաղաքական կողմնորոշումը, դա ամենամեծ արժեքն է, որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ամենաթանկ արժեքն է, եւ դա մենք բոլորս պիտի պաշտպանենք։ Առավել եւս, այսինքն քարոզչություն իրականացնում են բոլոր այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում, ուզում են մարդկանց ներկայացնել իրենց գաղափարները եւ ուզում են մրցել ընտրություններում։ Մենք իմ քայլը հիմնադրամը որևէ ձևով ներգրավված չի այդ գործողությունները։